Ողջույն ձեզ սիրելի ազգագիցներ։ Դեր Հիսուս Քրիստոսի հրաշապար հարության զորությամբ գողջունեմ ձեզ բոլորդ եւ գսեմ Քրիստոս հարյավի մերելոց օրտնյալ է հարությունն Քրիստոսի։ Այսօր վնե գվերս կսիմ Աստվածաշունչի ամենօրյա ընթերցանության։ Ավարտեցինք սիրելներ 5 դագարանի առաջին կրկին ծննդոց կրկի ընթերցանությունը։ Այսօր կսկսեմ ցեզի ընթերցել երկրորդ գիրքը, որ կգոչվի Ելք կամ Ելից։ Այս գիրքը կպատմե Եբրայեցի ժողովրդին ըստրգական կյանքը չարչարանքները Եգիպտոսի մեջ Աստված գտեսնե իր ժողովրդին չարչարանքը եւ անոնց գուղարկե Մովսեսը որբեսի ազատագրե Եգիպտոսի քերութենեն։ Փարավոնը Եգիպտոսի թագավորը չարդոներ հրյա ժողովրդին որ դուրս գա Եգիպտոսեն Աստված իր հզոր զորությամբ 10 հարվածներ գուղարկե Եգիպտոսի գլխուն եւ գահարվածե Եգիպտացիները ու վերջին հարվածը գլա անտրանիկներու մահը Մարտեն մինչև անասունը։ Եբրայեցի ժողովուրդը դուրս կգա Եգիպտոսեն Աստված Սինայի լերան վրա Մովսեսի գուտա դասնապանիա բադվիրանները իր ուխտը կգնքե Եբրայեցի ժողովրդին հետ ուզելով որ նաև Եբրայեցի ժողովուրդը իր բադվիրաններուն հնազանդ ժողովուրդը լա եւ առաջնորդվի իր օրենքներով։ Այս դեպքերը բադահեցան Քրիստոսի առաջ 1400 թվականին մոտավորապես Հակոբ Նահաբետ, որուն անունը Աստված Իսրայել դրավ, Քրիստոսի առաջ 1875 թվականին մոտավորապես իջավ Եգիպտոս, այնտեղ բազմացան եբրայեցիները եւ Հովսեփի մահեն յետք եկող փարավոնները չջանցան եբրայեցի ժողովուրդը եւ զանոնք որպես ըստրուկ բահեցին։ Հետևաբար 400 դարվա քերութենե յետք Աստված զանոնք ազատագրեց։ Եկեք ամեն օր մեկ գլուխ ընթերցենք որբեսի հասկանանք թե ինչպես Աստված այսօրալ գտեսնե իր ժողովրդի դարաբանքը եւ մեզ գազադակրե մեղքի Եգիպտոսեն ու մեզ գարաչնորթե դեպի հավիտենական փրկություն։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Քիրք Ելից Առաջին գլուխ Եգիպտացիներուն անկտությունը Ահավասիկ Եգիպտոս գացող Իսրայելի որդիներուն անունները յուրաքանչյուրը իր ընտանիքով Հակոբի հետ գնաց Ռուբեն, Շմավոն, Ղևի ու Հութա, Իսաքար, Զապուղոն եւ Բենյամին, Թան ու Նեփտաղիմ, Գադ եւ Ասեր։ Հակոբի երանքեն ելած բոլոր անձերը 70 անձ էին։ Հովսեփալ Եգիպտոս էր։ Հովսեփ անոր բոլոր եղբայրները եւ այդ ամբողջ սերունդը մեռան։ Իսկ Իսրայելի որդիները աճեցան ու շատցան, բազմացան, չափազանց հզորացան եւ այդ երկիրը անոնցմով լեցվեցավ։ Եգիպտոսի վրա նոր թագավոր մի ելավ, որ Հովսեփը չեր ճանչնար։ Անիր ժողովրդին ասավ. Ահա Իսրայելի որդիներուն ժողովուրդը մեզ մե բազմաթիվ ու հզոր է։ Եկեք իմաստունը լանք անոնց հանդեպ, որ չբազմանան, ու երբ բادرազմ բադահի, անոնքալ մեր ոսոխներու միանալով մեզի թեմ չբادرազմին եւ այս երկրեն չբարձրանան։
Հետևաբար կորձավարներ թրին անոնց վրա, որբեսի դարաբեցնեն զանոնք բռնի աշխատանքներով, եւ Փարավոնի գառուցանեցին ըշտեմարանի քաղաքներ Փիթոմն ու Ռամսեսը, սակայն որչափ կդարաբեցնեին զանոնք, այնչափ ավելի կբազմանային ու գաջեին, եւ անոնք Իսրայելի որդիներեն ահապեգեցան։ Ուստի եգիպտացիները փրդությամբ ծառայեցուցին Իսրայելի որդիները։ Անոնց ցանկը դաժանելի ըստրգությամբ, գավով, աղույստերով ու թաշտի ամեն տեսակ ծառայությամբ կդառնացնեին։ Ինչ ծառայություն որ անոնց ընել դային փրդությամբ էր։ Եգիպտոսի թագավորը խոսեցավ եբրայեցիներու մանկապարծներուն, որոնց մեկուն անունը Սեփրա էր, ու մյուսին անունը Փուա, եւ ասավ. Եբրայեցի գիներուն զննթափերության ադեն նայեցեք անոնց եւ նստարաններու վրա են, եթե դղա է, մերծուցեք զայն, իսկ եթե աղջիկ է, թող ողջ մնա։ Բայց մանկապարծները Աստուծմե վախցան ու չրին այնպես, ինչպես Եգիպտոսի թագավորը իրենց ըսեր էր, հաբա դղաները ողջ բայեցին։ Եգիպտոսի թագավորը մանկապարծները գանչեց եւ անոնց ասավ. Ինչու այս բանը ըրիք ու դղաները ողջ բայեցիք։ Մանկապարծներն ալ ըստին Փարավոնի, որովհետեւ եբրայեցի գիները Եգիպտոսի գիներուն պես չեն, արտարև արույք են եւ մանկապարծը թեր անոնց չհասած գծնանին։ Հետևաբար Աստված մանկապարծներուն բարիք ըրավ ու ժողովուրդը բազմացավ ու չափազանց հզորացավ։ Քանի որ մանկապարծները Աստուծմե վախցան, անալ անոնց դուներ շինեց։ Ուստի Փարավոն իր ամբողջ ժողովրդին պատվիրեց. ամեն ծնած դղա քեդը նետեցեք, իսկ ամեն աղջիկ ողջ բայեցեք։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։